պարտվեցիք ու գիտեք ինչու, որովհետև դուք անկուշտ ագահ կաշառակերներ եք, որովհետև այնքան չեք մտածում, որ քո կուսակցության այն անձը, ով որ հետագայում եթե հաղթեր իհարկե, դառնալու էր պաշտպանության նախարար, խոսքը Կանդազի մասին է, վստահում ես կաշառքների հարցը, այսինքն դու այդքան թքած ունես քո կուսակցության անձերի վրա, այսինքն շունը տիրոջը չի ճանաչում այդ վիճակն է ու քումարելի հեչ էլի որ կբռնվեն չեն բռնվի ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ ջան, զերծ եք մնում կաշառք վերցնելուց, ով որ ձեզ կաշառք է առաջարկում, ամենայն անկեղծությամբ եմ ասում, նկարեք տարեք դրեք ու որ պետք է, որովհետև եթե չպայքարեք կաշառքի դեմ, այդ կաշառքը վաղը մյուս օրը մեր պետության հերը անծելու է, 30 տարի մեր պետության հերը անիծվել է այդ ձևով, ու այսօրվա դրությամբ նույն Սամվել Կարապետյանները, Ռոբերտ Քոչարյանները ու մնացյալները վարում են նույն քաղաքականությունը, այսինքն կաշառք եւ եւս մեկ անգամ կաշառք, վերջ կաշառքին չի կարելի, քաղաքացին ընդամենը մի բան ունի տալու պետությանը, դա հարկն է, իսկ պետությունն էլ քաղաքացուն պետք է վերադարձնի այդ հարկը, կառուցելով դպրոցներ, կառուցելով ճանապարհներ, բարձրացնելով կյանքի որակը, այդպես է աշխատում պետությունը, իսկ 2 կոպեկ վերցնելով, այդ օրը փորդ լցնելով ու հաջորդ օրը վեր կենալով ու սոված ու նույն վիճակով դու պետություն չես սարքում ու չփորձեք ասեք բա փող չունեմ, բա տեղս նեղա, սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ ջան, ամենայն անկեղծությամբ եմ ասում, թող ոչ մեկի տեղը ինձանից նեղ չլինի, ամենայն անկեղծությամբ, բայց կյանքում նույնիսկ մտքից ծերով չի անցնի կաշառք կամ ինչ-որ ապօրինի գումար, չի կարելի, պահենք մեր պետությունը, որտեղ մեր պետությունն էլ մեզ է պահում, Աստված պահապան լինի բոլորիս, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք, կեցե քաղաքացիական պայմանագիրը, Նիկոլ Վարչապետ եւ սիրում եմ բոլորիդ։